Ողջույն սիրելի աղեղնավորներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով այսօր մայիսի 30-ն է, ուրանն է ընկել փոփոխությունները, իդեպ վաղը 31-ն է եւ ձեր նշանում լինելու է լիալուսինը եւ չեմ կարծում, պարտադիր չի որ դա հենց վաղը զգաք այս մի ամսվա մեջ, հավանաբար այն ինչ որ կատարվի ձեզ այդքան էլ չի գոհացնի, ձեր սրտով չի լինի, սա կարող եմ այդպես մեղմ ավելի ասել, որտեղ յուրաքանչյուր ունեք ձեր քարտեզը, դուք վերջին տեղում եք եւ առանձնապես այտենց աղեղնավորները հետաքրքրված չեն, այլ չասեմ, որ մեկնաբանություններում երբեմն ինչ որ ոչ հաճելի բաներ են գրում, այնպես որ եթե դա կրկնվեց, ես հնարավոր է ընդհանրապես այլևս չանդրադառնամ աղեղնավորներին, եւ այսպես աղեղնավորներ, դուք ուրեմն լիալուսինը լինում է ձեր նշանում եւ հակադիր նշանում տեղի կունենա արդեն նորալուսինը, միգուցե այստեղ ինչ որ համագործակցություն, միգուցե նոր սկիզբ դրվի ինչ որ բոլոր դեպքերում, միգուցե դա անձնական թեմաները լինեն, միգուցե դա գործնական, բայց կփորձեն ինչ որ մեկի հետ համագործակցել, նոր սկիզբ դնել եւ այլն, բայց ես ձեզ ասեմ, որ այդպես շատ ավելի առաջ եթե գնում ենք, դուք հիմիկվանից պիտի նախապատրաստեք, որ դուք ոչ թե մտածեք ինչ որ մեկի հետ համագործակցելու մասին, այլ դուք ինքներդ պետք է ձեր վրա հույս դնեք. Սա այսպես ուրեմն նորալուսնի մասին եւ արդեն լիալուսինը, որը եւս շատ կարեւոր է, արևելուսինը կհակադրվեն հունիսի 30-ին Հայաստանի ժամանակով 3-ից գիշերը 3:56 րոպե 29 վայրկյան 9 աշճանում արևելուսինը հակադրվել են, ասացի այդ ջուրի նշանը, որը ձեր ֆինանսների տոնն է եւ այստեղ մենք տեսնում ենք ուրեմն ֆինանսների հետ կապված հարցեր կան, տեսեք ձեր ֆինանսների այդ առանցքում Յուպիտերն է գտնվում այդտեղ խեցգետնի նշանում, դա ձեր 8-րդ տունն է եւ այստեղ ֆինանսներն են, գումարներ են եկել, ժառանգություն հնարավոր է լինի եւ այլն, ինքը 30-ին արդեն իր նշանը կփոխի Յուպիտերը եւ վերջնական 1 տարի վերջնական արդեն 1 տարի ինքը կհաստատվի առյուծի նշանում, իհարկե դա ձեր տունն է եւ առավել եւս կրակի նշանում դա ձեզ համար շատ ավելի լավ է, չնայած խեցգետնի նշանում էլ վատ չէր, ինքը գումար է բերում, հնարավոր է ինչ-որ նպատակի համար նաև ծախսեք, բայց հիմնականում այդպես եկամտաբեր է լինում եւ հիմա կրակի նշան դուք էլ կրակի նշան եւ ձեր տանն է գտնվում, այսինքն ինքը իր տանն է գտնվում իրեն բավականին վստահ է զգում, այնպես որ այստեղ եւս այնտեղ կակտիվացնի շրջագայությունները, այնտեղ իրավական թեմաներ կլինեն, կարող են ձեզ համար փաստաթղթային այդպես հարցեր կլինեն, որ ձեզ համար կարող է հաջող լինել կամ ինչ որ նաև գիտեք հնարավոր է ոմանք ասենք մեկնեն արտերկիր եւ ինչ որ բաներ այստեղ եթե ունեն ինչ որ վաճառք լինի ապագայում դա եւս հնարավոր է եւ իհարկե Վեներան եւս մտնելու է առյուծի նշան ահա սրանք են հիմնական փոփոխությունները եւ իհարկե Մերկուրին լինելու հետընթաց, տեսեք հունիսի 1-ին ինքը կմտնի խեցգետնի նշան ձեր ֆինանսների տուն, դեռևս ֆինանսական հարցերը չեն ավարտվել, հետո ինչ որ Յուպիտերը դուրս է գալիս, Մերկուրին կմտնի այդտեղ եւ ինքը դառնալու է արդեն հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 24-ը հետընթաց է լինելու ձեր ֆինանսների տանը, հավանաբար ինչ որ ծախսեր կան, միգուցե հուլիսին գիտեք, սա ամսվա վերջին է լինելու եւ դա ասում է որ հուլիսին շատ այդպես ծախսեր կլինեն, կվերանայեք ինչի համար եք ծախսելու, ինչ նպատակով եք ծախսելու ընտանեկան թեմաներին հիմնականում դա կարող է վերաբերել ընտանիքի անդամների այսպիսի հարցեր կլինեն եւ դուք կվերանայեք ձեր ֆինանսական վիճակը, որքան եք տրամադրելու, որքան եք ծախսելու եւ այլն այ նման հարցեր կլինեն, այնպես որ նաեւ ֆինանսական ինչ որ գործեր ցանկալի չէ որ դուք սկսեք հետընթաց Մերկուրի ժամանակ այդպիսի հարցեր են լինում, այսինքն մոտ հուլիս ամիսը, հիմնականում ճիշտ կլինի, որ դուք վերանայեք եւ երբ ինքը կդառնա ուղղընթաց, նոր կարող եք ինչ-որ մի նոր բան սկսել, այսինքն այդ հարցերը բոլորը վերանայել, շտկել, հասկանալ գործողությունները, ձեր անելիքները ապագա, հետո նոր ուրեմն դա գալիս է մոտապես արդեն օգոստոսին նոր դա իրականացնեք, իհարկե օգոստոսին եւս գիտեք արդեն
ձեզ համար պարզ կլինի այստեղ արտերկրի հետ ուշադիր եղեք, եթե արտերկրի հետ կապված թեմաներ ունեք, ամուսնության եւ այլն, այստեղ ուշադիր եղեք, գումարներ չկորցնեք ինչ որ հարցերի շուրջ, ինչևէ մենք տեսնում ենք նաև ասացի ուրեմն երկվորյակի նշանում լինում է նորալուսինը եւ ձեր հակադիր նշաններից սա, այդպես նշում եմ, եւ Մարսն է մտնելու այդտեղ, այսինքն գործողություններ, բավականին հանդիպումներ, քննարկումներ, բավականին ակտիվ է լինելու սա, ինչ թեմայի շուրջ շատ այդպես ուրեմն ակտիվ կլինեք եւ բանն է որ 20-ից հետո են հիմնականում գործողությունները ակտիվությունը լինում է ուրեմն երրորդ դեկադայում, երրորդ տասնօրյակում եւ ինքը գնում է փաստորեն հուլիս ամիս, այստեղ բավականին ակտիվ կլինեն գործողությունները, որովհետեւ օգոստոսին արդեն ունենք շատ կոնկրետ իրադարձություն, դրա համար մենք այդ ամենը անում ենք հուլիսին, որպեսզի վերջացնենք եւ 21-ին հունիսի արևը կմտնի խեցգետնի նշան ձեր ֆինանսների տունն է եւ ձեզ ուզում եմ զգուշացնել նաեւ որ ձեր աշխատանքի հարցում ոմանք միգուցե այստեղ առողջական խնդիրներով են զբաղված, միգուցե ոմանք վիրահատության միջով են անցնում, ոմանք ուղղակի այդպես ներարկումներ եւ այլն բուժումներ են ստանում, շատ հնարավոր է շատերի մոտ կա դա, որովհետեւ դա ասենք էս մայիս ամսին, որտեղ մայիս ամիսը ինքը մասնավորապես աղեղնավորների համար ծանր ամիս էր, մեծամասնության համար բոլորի համար էր ծանր, բայց մասնավորապես աղեղնավորների համար եւ դուք ձեր ուշադրություն եք դարձնում ձեր առողջականին եւ 20-ից հետո 2021-22 իհարկե այդ ժամանակ ուշադիր եղեք, ցանկալի չի հունիսի այդ ժամանակահատվածում ասենք վիրահատություն եւ այլն փորձում ենք զերծ մնալ, եթե դա այդքան անհրաժեշտ չի, որովհետեւ ցանկալի է որ մինչեւ 15 հունիսի մինչև 15-ը եթե վիրահատություններ ունեք այդ ժամանակահատվածում անեք, որովհետև դրանից հետո արդեն դժվար կլինի։ Տեսեք, եթե այդ վիճակում եք, ես ձեզ նախորոք եմ զգուշացնում եւ փորձում եք նաեւ կոնֆլիկտի չգնալ ձեր աշխատավայրում, խնդիրներ որպեսզի չստեղծվի խնդիրներ, այնպես որ այս հարցում եղեք զգուշավոր։ Սրանք էին հիմնական ուրեմն իրադարձությունները, մենք տեսնում ենք Լիա Լուսինը, արդեն ասացի, որ ձեր ֆինանսների տանն է լինելու, փաստորեն հնարավոր է, որ դուք ինչ որ մի երկրորդ անձնավորության հետ ուրեմն ֆինանսական այդպես գործարքներ, թեմաներ քննարկեք, սա էլ այսպես սիրելի աղեղնավորներ, ես այսքանով ավարտեմ, սրանք են հիմնական իրադարձությունները, կհանդիպենք հաջորդ ամիս այսքան առայժմ։